Ժամը 13-ն է Open Media-ի ուղիղ եթերում Ռենյուս լրատվականը շարունակում է իր աշխատանքը, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Անիրեմ Զաքարյան, շատ բարի օր։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Դոնալդ Թրամփին անվանել է փոխակերպող նախագահ և նշել նրա վաստակը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում։ Սպիտակ տանը երկկողմ բանակցությունների ընթացքում Կանադայի առաջնորդը նշել է Թրամփի ազդեցությունը համաշխարհային գործերի և տնտեսական կայունության վրա։ Դուք մի քանի ամիս առաջ հյուրընկալեցիք ինձ և իմ մի քանի գործընկերների, և ես այդ ժամանակ ասացի, դուք փոխակերպող նախագահ եք, ասել է Քարնին Օվալաձև աշխատասենյակում, ինչին ի պատասխան Թրամփը գլխով է արել, և այդ ժամանակվանից ի վեր տնտեսության փոխակերպումը, ՆԱՏՕ-ի գործընկերների աննախադեպ պարտավորությունները, պաշտպանական ծախսերը, Հնդկաստանից և Պակիստանից մինչև Ադրբեջան ու Հայաստան խաղաղությունը, այս ամենը կարևոր է եղել, ամերիկացի գործընկերոջն է գովել Կանադայի վարչապետը։ Հիշեցնեմ, պաշտոնակալման օրերից Թրամփը պարբերաբար խոսում էր Կանադան Միացյալ Նահանգներին միացնելու ծրագրերի մասին, ինչի շուրջ խոսույթը վերջերս սահմանափակել է։ Ֆրանսիայի հեռացող վարչապետ Սեբաստիան Լկորնյուին մնացել է մի քանի ժամ երկրի քաղաքական ուժերի հետ բանակցելու համար։ Լկորնյուն խոստացել է Մակրոնին մինչև չորեքշաբթի երեկո տեղեկացնել, թե արդյոք հնարավոր է կոնսենսուսի հասնել։ Քաղաքական գործիչը պետք է որոշի, թե ներկայիս պայմաններում հնարավոր է մշակել երկրում գործողությունների և կայունության հարթակ ձևակերպում, որն առաջարկել էր պետության ղեկավարը։ Եթե բանակցությունները ձախողվեն, Մակրոնը խոստացել է կրել պատասխանատվություն, ինչը ենթադրաբար նշանակում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Երեքշաբթի Լկորնյուն հրավիրել է քաղաքական կուսակցությունների առաջնորդներին ու խորհրդարանի երկու պալատների խոսնակներին, առաջարկելով կենտրոնանալ ազգային բյուջեի և Նոր Կալեդոնիայի անդրծովյան տարածքի ապագայի վրա։ Նա հայտնել է, որ զրուցակիցները համաձայնության են եկել այս առաջնահերթությունների շուրջ։ Լկորնյուն նաև պլանավորում էր մինչև չորեքշաբթի առանձին բանակցել յուրաքանչյուր քաղաքական կուսակցության հետ, սակայն ոչ բոլորն էին հանդիպման պատրաստակամություն հայտնել։ Հիշեցնեմ, Լկորնյուն հրաժարական տվեց կառավարության կազմի հռչակումից ժամեր անց և վարչապետի պաշտոնում նշանակվելուց 27 օր անց, սահմանելով վարչապետի ամենակարճ ժամկետի ռեկորդ։ Եվրոպական միության կողմից ներդրվում է նոր մուտքի ելքի համակարգ, որը կսկսի գործել այս տարվա հոկտեմբերի 12-ից։ Սահմանային անցակետերում Եվրամիության և Շենգենյան գոտու պետություններն այսուհետև կգրանցեն յուրաքանչյուր մուտք և ելք փոխարինելով ներկայիս անձնագրում դրոշմակնիկներ դնելու գործելակերպը։ Ըստ Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության, նոր համակարգի նպատակն է ամրապնդել Շենգենյան գոտու արտաքին սահմանների վերահսկողությունը, բարձրացնել անվտանգությունը և պարզեցնել գործընթացները ոչ Եվրամիության երկրների քաղաքացիների համար։ Փոփոխությունը վերաբերում է Եվրամիության կամ Շենգենյան գոտու անդամ պետության քաղաքացի չհանդիսացող անձանց, այդ թվում Հայաստանի քաղաքացիներին։ Ճանապարհորդները պետք է պատրաստ լինեն կենսաչափական տվյալների մատնահետքի, լուսանկարի տրամադրմանը և սահմանին ստուգման ավելի երկար տևող ժամանակահատվածին, հատկապես առաջին մուտք գործելիս։ Կատարի վարչապետը և Թուրքիայի պատվիրակներն այսօր Եգիպտոսում կմիանան պաղեստինյան Համասի և իսրայելցի պատվիրակներին Գազայում պատերազմի դադարեցման ուղղված բանակցությունների դրական արդյունքի հույսով։ Կարմիր ծովի ափին գտնվող Շարմ էլ-Շեյխ հանգստավայրում Իսրայելի և Համասի միջև անուղղակի բանակցություններ են ընթանում հիմնված Դոնալդ Թրամփի առաջարկած 20 կետանոց ծրագրի վրա։ Իրական հնարավորություն կա, որ մենք կարող ենք ինչ-որ բան անել, լրագրողներին ասել է Թրամփը, հավելելով, որ ամերիկացի դիվանագետները նույնպես մասնակցել են բանակցություններին։ Ըստ նրա, առաջիկա 48 ժամը վճռորոշ է լինելու Գազայի ճակատագրի համար։ Համասի գլխավոր բանակցող Խալիլ Էլ-Հայան ասել է, որ խմբավորումը ցանկանում է երաշխիքներ ստանալ նախագահ Թրամփից ու հովանավոր երկրներից առ այն, որ պատերազմը մեկ ընդմիշտ կավարտվի։ Միջազգային լրահոսին հետևում է իմ գործընկեր Դավիթ Կենջոյանը։ Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակում է մնալ լարված։ Ռուսաստանը հայտարարել է Ուկրաինայի բոլոր ռազմաճակատներում առաջխաղացման մասին, մինչդեռ Ուկրաինան փորձել է անօդաչու թռչող սարքով հարձակում իրականացնել Նովովորոնեժի ատոմակայանի վրա, սակայն սարքը ոչնչացվել է առանց վնաս հասցնելու։ Ռուսական զորքերը գրավել են մեկական բնակավայր Դոնեցկի և Զապորոժիայի մարզերում, ինչպես նաև հարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքներին։ Իր հերթին Ուկրաինայի զինված ուժերը հայտնել են 193 մարտական բախումների մասին ռուսական զորքերի հետ, ոչնչացնելով 338 մարտավարական դրոն։
Իսրայելի ռազմական գործողությունները Գազայի հատվածում շարունակվում են։ Չնայած Համասի պատերազմի դադարեցման պատրաստակամության հայտարարությանը, սակայն երաշխիքների պահանջով Եգիպտոսի եւ Կատարի միջնորդությամբ Շարմ էլ-Շեյխում անցկացված բանակցությունները կենտրոնացել են Իսրայելի զորքերի դուրսբերման եւ գերիների ազատման հարցերի վրա, սակայն Համասը պնդում է Իսրայելի զինված ուժերի լիակատար դուրսբերումը։ Գազայի իշխանությունների տվյալներով 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումից ի վեր զոհվել է 67,000 մարդ։ Իսրայելական կողմը հայտնել է 1200 զոհի եւ 251 գերեվարված անձի մասին։ Իսրայելական կողմից նաև զոհվել է 1200 զինծառայող։ Նիդերլանդների արտգործնախարար Դեյվիդ Վան Վիելը Կահիրեում հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի Գազայի պատերազմը դադարեցնելու պլանը հազվադեպ հնարավորություն է հակամարտությունը վերջնականապես ավարտելու համար։ Նա այցելել է Ռաֆայի սահմանային անցակետ եւ Սինայի հյուսիսում գտնվող պահեստները, որտեղ պահվում է Գազայի համար նախատեսված մարդասիրական օգնությունը։ Եգիպտոսում անցկացվող բանակցությունները համարվում են ամենահեռանկարայինը պատերազմը դադարեցնելու համար։ Բանակցությունների մթնոլորտը բարելավել է, սակայն կողմերը զգուշանում են արագ համաձայնության հասնել։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սարմերը երկօրյա այցով մեկնել է Հնդկաստան։ Նրան ուղեկցում են բիզնեսի, մշակույթի եւ ակադեմիական ոլորտների ավելի քան 100 ներկայացուցիչներ, նպաստելով վերջերս կնքված առևտրային համաձայնագրի իրականացմանը։ 2023 թվականի հուլիսին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի այցի ընթացքում ստորագրված ազատ առևտրի համաձայնագիրը նվազեցնում է մաքսատուրքերը մի շարք ապրանքների, այդ թվում տեքստիլի, վիսկիի եւ ավտոմեքենաների, նաեւ ընդլայնում է շուկայի հասանելիությունը բիզնեսների համար։ Եռամյա բանակցությունների արդյունքում կնքված համաձայնագիրը նպատակ ունի մինչև 2040 թվականը երկկողմ առևտուրն ավելացնել 25,5 միլիարդ ֆունտով։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Փենյանում հանդիպել է Լաոսի նախագահ Թոնգլունգ Սիսոուլիթի հետ, քննարկելու երկու երկրների միջև համագործակցության ամրապնդումը, հայտնել է Հյուսիսային Կորեայի պետական հեռուստաընկերությունը։ Սիսոուլիթին դիմավորել են ջերմ ընդունելությամբ։ Նրա այցը համընկնում է Կորեայի բանվորական կուսակցության 80-ամյակի տոնակատարությունների հետ։ Չինաստանի վարչապետ Լի Ցյանը եւ Վիետնամի կոմունիստական կուսակցության ղեկավար Տո Լամը նույնպես կայցելեն Փենյան մասնակցելու տոնակատարություններին։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Վերադառնանք Հայաստան, Տիգրան Ավինյանը երևանցիների հարցերին պատասխանելիս անդրադարձել է կանգառների խելացի ժամանակացույցներին։ Ըստ քաղաքապետի այսօր էլ Երևանում կան այդպիսի կանգառներ, որոնց թիվն առաջիկայում կավելանա։ Երևան քաղաքում մինչև այս տարվա վերջ մենք կունենանք մոտավորապես 40 կանգառ, որտեղ որ դուք կտեսնեք ավտոբուսների ժամանման րոպեները, իսկ մինչ այդ առաջարկում եմ օգտվել Yandex հավելվածից, որտեղ որ ամբողջապես այս ինֆորմացիան տեղադրված է։ Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 3020 ընտանիք, որոնցից 1044-ն արդեն իրացրել են հավաստագիրը։ Միջոցառումն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով բնակարանի, կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման, անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում, գործող հիփոթեկային վարկի մարման աջակցություն։ Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի 3-ից 5 միլիոն դրամի շրջանակում։ Հայտարարագրման վերջնաժամկետից մոտ 3 շաբաթ առաջ խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը փոփոխություններ է առաջարկում։ Ընդդիմադիրներն այս մեղմացումն ու հետքայլը նախընտրական քայլ են համարում, բացատրելով, որ ընտրություններից առաջ իշխանությունը չի ուզում զանգվածային տուգանքներ սահմանելու, բացասական տրամադրություն գեներացնել իր շուրջ։ Նարինե Ղուկասյանը իմ գործընկեր կպատմի, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը։ Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը, որը ներդրվելուց ի վեր բուռն քննարկումների առարկա է դարձել, կրկին օրակարգում է։ Այս անգամ, սակայն, իշխանությունը գործընթացի էական պարզեցում է նախաձեռնում։ ԿՊ խմբակցությունը շրջանառության մեջ է դնում օրենսդրական փոփոխություն, որը փաստացի կչեղարկի հայտարարագիրը պարտադիր հաստատելու պահանջը բնակչության մեծ մասի համար։ Եթե քաղաքացին պետական եկամուտների կոմիտեին արդեն հայտնի տվյալներից, օրինակ աշխատավարձից բացի, այլ եկամուտ եւ ճշգրտելու անհրաժեշտություն չի տեսնում, նա կարող է պարզապես չմտնել հայտարարագրման համակարգ, պարզաբանել է Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։ Վերջնաժամկետից հետո, այսինքն նոյեմբերի 1-ից հետո, եթե ինքը անգամ համակարգ մուտք չի գործել եւ հաստատել հայտարարագիրը, կհամարվի, որ քաղաքացու հայտարարագիրը լրացված եւ հասնված է այն տեղեկատվության հիման վրա, որը որ պետական եկամուտների կոմիտեին տեսանելի է եղել։ Այսինքն դրա համար չլրացնելու համար հայտարարագիրը
որևէ էական չէ, պատասխանատվություն չի լինի։ Այս պարզեցումը չի վերաբերի նրանց, ովքեր կփորձեն թաքցնել Պեկին անհայտ եկամուտները, օրինակ գույքի վարձակալությունից ստացած գումարները։ Նման դեպքերի բացահայտման դեպքում քաղաքացիները կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության։ Միաժամանակ նախագիծը նախատեսում է մոտիվացիոն բաղադրիչ։ Սոցիալական վերադարձներից քեշբեքից օգտվելու համար քաղաքացուց կպահանջվի ակտիվ մասնակցություն։ Քաղաքացին սոցիալական կրեդիտներից կկարողանա օգտվել, այսինքն կրթության եւ առողջապահության վրա կատարված ծախսերի փոխհատուցում կարող է ստանալ միայն այն դեպքում, երբ ինքը մուտք կգործի եւ գոնե կհաստատի այդ հայտարարագիրը։ Գործընթացը հեշտացնելու նպատակով Պեկին կտրվեն նաև նոր գործիքներ։ Մասնավորապես քաղաքացիները կկարողանան առցանց համաձայնություն տալ, որպեսզի ՊԵԿ-ը բանկերից ավտոմատ ստանա նրանց ավանդներից գոյացած եկամուտների տվյալները, դրանք հայտարարագրում ներառելու համար։ Խորհրդարանական ընդդիմության շրջանում այս փոփոխությունները դիտարկվում են որպես ի սկզբանե սխալ եւ պոպուլիստական քաղաքականության խոստովանություն։ Տնտեսագետ պատգամավոր Թաթևոս Ավետիսյանի կարծիքով պահանջն անիմաստ էր եւ որևէ կապ չուներ ստվերի կրճատման կամ կոռուպցիայի դեմ պայքարի հետ։ Այն տեղեկատվությունը, որ արկա է պետության մոտ, այսինքն եկամուտների անձնավորված հաշվառման համակարգում, այդ նույն տեղեկատվությունը դնել հայտարարագրում, հետո էլ ասել քաղաքացի մտի այդ տեղեկատվությունը հաստատի, որ գա ինձ, այսինքն 10 քաղաքացուն հետո քաղաքացուց հետ ստանաս, որևէ կերպ դա ոչ թափանցիկության, ոչ արդյունավետության իմաստով որևէ արդյունք չի ստեղծում։ Ավետիսյանի խոսքով իշխանությունը 2 տարի մարդկանց տերորի էր ենթարկում մի պահանջով, որը լուրջ դժվարություններ էր ստեղծում հատկապես տարեցների համար, որոնք չեն տիրապետում էլեկտրոնային գործիքներին։ Նա համոզված է, որ նոր փոփոխությունը պայմանավորված է գալիք ընտրություններով եւ հանրության շրջանում տիրող արդարացի դժգոհությունը մեղմելու փորձով։ Այնպես չի, որ բացական հետևանք չարմատավորվեց, հերթական պետական կարգավորման գործիքն է, որ պետությունը կառավարությունը քարոզեց, դրա կարևորությունը, այսպես ասենք, կապեց որոշակի նպատակների հետ, հետո էլ չեղարկեց եւ մարդկանց մոտ փաստորեն արդեն այս համակարգը ընդհանուր առմամբ թափանցիկության եկամուտների, այսպես բացական արձագանք ստացավ եւ հեղինակազրկվեց։ Քաղաքացիների արձագանքն է թերահավատությունից մինչև թեթևացում։ Մեր հարցախույզի մասնակիցներից շատերը գործընթացի սկզբանե համարել են ավելորդ քաշքշուկ։ Նկատեցի, որ անիմաստ է, քանի որ բոլորիս եկամուտները երևում է պետեկամուտներում, այսինքն աշխատավարձեր եւ այլն, բոլորս երևում ենք դաշտում։ Այսինքն անիմաստ չարչարանքեր եւ ավելորդ քաշքշուկ մանավանդ 60+ տարիքի մարդկանց համար։ Իրանք ամեն ինչը տեսնում են մեր հարկայինը տեսնում, ամենք ինչ եկամուտ ունենք, բանկերը իրանք ունեն այդ ամեն ինչը կարող են տեսնել, ինչ միտք ունի։ Լրացուցիչ ժողովրդին ավելորդ ինչ-որ գործ է դա։ Ոմանք էլ հայտարարագրի պահանջի, հետո էլ մեղմացման մասին մեր հարցին ի պատասխան շտապում են ներկայացնել իրենց սոցիալական դժվարությունները։ Ինչ հայտարարագրեմ, եթե ես ընդամենը ստանում եմ 83,000 դրամ, հայտարարագրեմ, որ իրենք էլ այդ փողը տանեն ուտեն, իրենք նստած տեղին ինչ փողեր են ստանում, ոչինչ բան չեն անում, իսկ մենք ամբողջ օրը ոտքի վրա վազում ենք, ոչինչ բան չենք ստանում։ Կառավարության հետ համատեղ մշակված նախագիծը նախատեսվում է ընդունել արտահերթ ռեժիմով, որպեսզի օրենքն ուժի մեջ մտնի մինչև հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 1-ը։ Նարինե Ղուկասյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։ Եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար պետք էր նախ նույնականացման քարտ, այսինքն ID քարտ ստանալ, բայց համակարգն այնքան ծանրաբեռնված է, որ շատերը ամիսներով սպասում են օնլայն հերթերում։ Թերևս այս խնդիրը կանխատեսելով կառավարությունն արդեն հայտարարել էր, որ ID-ի պատճառով հայտարարագրի ուշացումը խախտում չի համարվի։ Իմ գործընկեր Անի Հովանիսյանն է տեսել արդյոք հերթեր կան անձնագրայիններում եւ ճշտել, թե քանի ամիս են մարդիկ սպասել իրենց հերթին։ Այս տարվա սկզբից անձնագրային բաժիններում հերթեր էին։ Աժիոտաժի պատճառը ուժի մեջ մտած ֆիզիկական անձանց սահմանված ժամկետում հայտարարագիր լրացնելու մասին օրենքներ, որ պարտադրում էր նույնականացման քարտ ունենալ։ Իշխանությունները խոստացան լուծել խնդիրը, բայց արդյոք այն լուծվեց։ Մենք որոշեցինք անցնել նույն ճանապարհով, որով անցնում է յուրաքանչյուր քաղաքացի։ Մենք հիմա գտնվում ենք Վեդիի միգրացիա եւ քաղաքացիության ծառայության բաժնի մոտ։ Ես եկել եմ իմ նույնականացման քարտը վերցնելու։ Գրանցվել եմ սեպտեմբերի 9-ին, այսօր հոկտեմբերի 3-ն է։
Սկզբում կտրոն ես քաշում, մուտքագրում էլեկտրոնային հասցեիդ եկած կոդը, հենց հասնում է հերթդ, մոտենում ես մասնագետին։ Մատնահետքերի սկանավորում, լուսանկար եւ վերջ։ Ինձ խոստացան, որ քարտը պատրաստ կլինի 15 աշխատանքային օրվա ընթացքում, այսինքն իմ քարտը կստանամ հոկտեմբերի 24-ին։ Պետիի բաժնի պետի խոսքով իրենք աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով։ Օրական միջինում 60-ից 70 հոգի նկարում ենք նույնականացման քարտ։ Բաժնի աշխատակիցները վստահեցնում են, չնայած ծանրաբեռնվածությանը բոլորին սպասարկում են։ Հայտարարագրումից հետո հիմա ներկապահին հերթերը շատացել է, բայց սպասարկում ենք բոլորին, տեղում այստեղ կտրոնները քաշում են, բոլորը սպասարկվում են, նաև ամրագրում են նախորոք։ Ամրագրումը նոր մոտենում են, բոլորին սպասարկում ենք, չեղարկված ինչ-որ խնդիրներ չի լինում կտրոնների հետ կապված։ Եթե մարզերում իրավիճակը կառավարելի է, ապա ինչպիսին է այն Երևանում, որտեղ ըստ պաշտոնական տվյալների կենտրոնացած է խնդրի հիմնական բեռը։ Մենք այցելեցինք Արաբկիրի բաժին, թեև ներսում նկարահանում անել մեզ չթույլատրեցին, զրուցեցինք դրսում սպասող քաղաքացիների հետ։ Մոտ 15-20 օրվա ընթացքում ստացել եմ ID քարտս։ Նախորոք կայքում գրանցվել եմ, մոտ մի 20 րոպե եմ սպասել իմ ժամից այս կողմ։ Այնպես չէ, շատ չեմ սպասել, շատ հարմար էր։ Համակարգը գրանցման հեշտ էր։ Շատ հեշտ էր, հա, համակարգը գրանցման շատ հեշտ էր, պարզ էր, վերջ մեյլին հաղորդագրություն գալիս է, ժամը հիշեցնում են, վերջ շատ լավ էր։ Սակայն այս դրական կարծիքների կողքին կան նաև այլ պատմություններ։ Մեզ դիմաց մի քաղաքացի պատմեց, որ նույնականացման քարտի համար դեռևս ապրիլի 2-ին է դիմել Արաբկիրի բաժին, սակայն հերթագրվելու համար հնարավորություն ստացել է միայն վերջերս, սեպտեմբերի 24-ին։ Այսինքն քաղաքացին գրեթե 6 ամիս սպասել է։ Ներքին գործերի նախարարության տվյալներով միայն այս տարվա առաջին կեսին ընդունվել ID քարտի ավելի քան 130,000 դիմում, իսկ 2024 թվականի ցուցանիշը 2.5 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը վերջերս խոստովանել է, որ գործող սարքավորումները վաղուց շարքից դուրս են եկել, բայց չնայած դրան արդեն 200,000 քարտ են տպել։ Մի կողմից գործընթացը տեղում կարող է տևել րոպեներ, իսկ քարտը պատրաստ լինել 2 շաբաթից, մյուս կողմից այդ րոպեներին հասնելու համար քաղաքացին երբեմն ստիպված է լինում սպասել ամիսներ։ Թեև տարեսկզբի քաոսը այլևս չկա, համակարգը շարունակում է աշխատել իր հնարավորությունների սահմաններում, ցույց տալով, որ մեկ օրենքի փոփոխությունը կարող է ճգնաժամի մատնել մի ամբողջ համակարգ, որ տարիներ շարունակ արդիականացման կարիք է ունեցել։ Անի Հովհաննիսյան, Գևորգ Սյանոսյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 12,000 շվեյցարական ֆրանկով տուգանվել է աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի սեպտեմբերի 6-ին կայացած Հայաստան-Պորտուգալիա հանդիպման ժամանակ տեղի ունեցած խախտումների պատճառով։ Տեղեկանում ենք FIFA-ի պաշտոնական կայքից։ Ըստ FIFA-ի Հայաստան-Պորտուգալիա խաղի ընթացքում տեղի են ունեցել թիմային անպատշաճ վարքագիծ, կարգի եւ անվտանգության խախտումներ, ներխուժում խաղադաշտ կամ ներխուժման փորձ, ճայթուկների կամ այլ հրավառ առարկաների օգտագործում։ Եվ վերջում Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեին իր գրքի շնորհանդեսի ժամանակ ռոք աստղի կերպարով ելույթ է ունեցել բազմամարդ հանդիսատեսի առջև։ Նա կատարել է Ռատոնես Պարանոիքս խմբի Ռոք դել Գատո երգը։ Հազարավոր կողմնակիցներ ծածանել են դրոշներ, օդ հարձակել փուչիկներ ու վառել մանուշակագույն ծխող ջահեր, իսկ ոմանք կրել են առյուծի խորհրդանիշով պաստառներ՝ ի աջակցություն նրա։ Միջոցառումը նպատակ է ունեցել խթանել Միլեի քարոզարշավ կոալիցիայի ներքին լարվածությունների ֆոնին, որոնք առաջացել են դաշնակից Խոսե Լուիս Էսպերտի կոռուպցիոն սկանդալի պատճառով ընտրություններից դուրս մնալու հետևանքով։ Այսքան այս ժամի համար ես Անի Զաքարյանն եմ, կհանդիպենք